Աշխարհում միշտ բաց է եղել բռնի սկերուտի վրա, և նողին չեմ ասել արի, նողին չեմ ասել գնա։ Հին ձեռքին ինչ-որ ունեցել բոլոր աշխարհեր ծրի, և հացի պատառը վերջի, և վերջին կաթի վճռի։ Աշխարհ եմ եղացի չափով, չեմ ծրել, աշխարհ եմ մարդիկ, երկնում բուրբուր եմ աշխարհ, երկնում հատիկ առ հատիկ։ Աշխարհ եմ կարակ ու կորով, ժպիտներ, ուժ ու ժամանակ, թե մեկից մի բան եմ խնայել, իմ ցավն եմ խնայել մենակ։ Աշխարհ եմ ինչ որ աշխարհում տեղում է մեկ անգամ, ու որքան առաջ եմ աշխարհ, դժգոհ եք եղել դուք այդքան։ Ասել եք, խոսել, բողոքել, և անգամ նախանձել, որ կամ, կոչել եք տժկամ ու տժնի, ժլատ եք կոչել ինձ անգամ։ Արել եք և բախ, և բաղձանք, և կյանքս ծվեն առ ծվեն, և ինձնից առածի տեղակ, հոգսել ու ցավել եք տվել։ Որքան եք ինձնից հեռացել, դուք ինձ միշտ եղել եք մոտիկ, մարդիկ, ինչ շատ եք չարչարել, բայց էլի դուք լավն եք մարդիկ, բայց էլի դուք լավն եք մարդիկ, ասում եմ որևորդ անգամ, առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Բարև ձեզ, հարգելի ներկաներ, մենք 7-րդ դասարանի մի խումբ աշակերտներ գրականություն առարկայից իրականացրել ենք նախագծային աշխատանք Համոս Սարյանի Մասենի վերնագրով։ Նախագծային աշխատանքի ղեկավարն է Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ազգի Մնացականյանը։ Նախագծային աշխատանքի մասնակիցները Անոյան Ռուբենը, Արբազյան Համբարձումը, Խասանամյան Արևը, Գինոյան Մարին, Վարդանյան Մելիս, Փոխիկյան Գորը, Սիմոնյան Ռոբերտը և ես Բեզյան Աննա։ Համոս Սարյան, Մայակ Սահակի Գրիգորյանը, գրական անուն, ստացել Հայրենական առաջին խորհրդի և Արվանվան վերջի Յանի միացությունից։ Հայրը Սահակը հավասարակշռված համեստ պարտեր, եղել է գյուղի նախագահ։ Ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղի բազմանդամ ընտանիքում։ Ասել է, երբ ծնվել եմ, պապս ասել է, տանս մի գերան ավելացավ։ Ստատս ասել է, չէ, մի օրնով բերանել ավելացավ։ Հիշում է, որ իրենց դերասանում 31-րդն է եղել, հացի է նստել բոլորը միասին, ստացել մինչև պապը եկել է, լվացվել, Միսեսևանի գլխավերևում, որ միայն այդ ժամանակ ձեռքերը մեկնել են հացին։ Համոս Սարյանը հայր տաղանդավոր թարգմանիչ, նրա բարձրաց թարգմանությունները հայերեն են, Պուշկինը, ես Նորմայը և ուրիշների ստեղծագործությունները։ Համոս Սարյանի մայրը բաղ է մահանում, 3 ամսական խաղայի հայ խնամքի պատասխանատվությանոցերը մնում են 12-ամյա քրոջ վրա, ու մյուսները քրոջից փոքր էին։ Սարյանը այդ ժամանակ 21 տարեկան էր, զբաղվում էր սովորում, և գնում էր հայրենի գյուղ, նա էր խնամում հոգին, օրերում երագրում լավանությունները։ Ասում էր, գոնե մի լավ բան անեմ մամայի համար, մորս համար ոչինչ չասցիան է, սակայն ամիսներած փոքրիկը մահանում է, նա շատ ծանր էր անում փոքր եղբոր ման։ Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքվում է սեղանի շուրջ, 12-ամյա Սարյանն արդյունքն աչքերին քրոջն ասում է, որ մայր լինի քույրերի և եղբայրների համար։ Այդ օրվանից քույրերն ու եղբայրները Հասմիկին մամային կոչել։ Համոս Սարյանի գրական ասպարեզը իշար իբրև դասական ավանդների շարունակող։ Նա ժառանգել էր 6 նախորդներից, Հովհաննես Թումանյանից, Վահան Տերյանի, Իսահակ Մեծարեցի ավանդները, ներշնչվել է ռուս գրող Սերգեյ Եսենի ստեղծագործություններով և մի առիթով նշել է, որ բանաստեղծականի համեստ ճանապարհի սկիզբը ցույց է տվել Հովհաննես Թումանյանին, իսկ բանալին Եսենին։ Խառնվածքով լինելով դեպի մեծարեցեսրիկ Սարյանը քնարական նոր բանաստեղծություններով արձանագրել է ժամանակի իրադարձություններին։ Թվում է, որ նրա պատկերված ծիածանները, ջրվեժներն ու քարակները ոչ մի կապ չունեն ժամանակի հետ։ Պետությունը Համոս Սարյանի բանաստեղծության համար է, պատմական զինանոց, որտեղից գրողը վերցրել է պատկերները, գույները և ձևերը։ Համոս Սարյանը հավաստար նայս հասկանում ունեցել։ Հրցոլը համար թարգմանում է, ծարերում է։ Աստված է ասում այն ունությունը, ինչը նրա համար դառնում մարդու էությունը բացահայտել է իրականչափ չափանիշ։ Համոս Սարյանը Մասուդի և Մասենի մասին գրել է բնապաշտական ու ուզիչ բանաստեղծություններ, շատ է կարևորել Մասուդի նշանակությունը ու դերը։ Հիմա մեր Մասենները կներկայացնեն իրենց։ Վարդազգիների ընտանիքին պատկանող վայրի հույսեր։
Սովորաբար 1 մետր բարձրության, հայտնի է մոտ 354 սմ։ Հայաստանում տարածված են գրեթե բոլոր գոտիներում։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին, սովորաբար հավաքում են մինչև առաջին սրտամարությունը, քանի որ վերջիններս քայքայում են C վիտամինը։ Անհրաժեշտ է հավաքել վառ կարմիր, ամուր պտուղներ, բաժակաթերթիկի հետ մեկտեղ, դրանք պահպանում են պտուղները փչանալուց։ Իմ ապշած պտուղները պարունակում են մինչև 460 մգ C վիտամին, կարոտին, շաքար, ոսը և ազերտային նյութեր։ Պտուղները սրտագործում են թարմ և բարձրացած, ինչպես նաև որպես C վիտամինի հանք։ Բնիկ պայմաններում կարելի է չորացնել։ Մասուրի պատրաստումները գործածվում են փոշու թուրմի գրարների ձևով։ Պտուղներից հատուկ համազդուրն է լյարդի հիվանդությունների զորման լավ միջոց։ Հիմա կպատրաստեմ մասուրի բեմը։ Մասուրը լվանալ սառը ջրով, հետևակի նեղորել և թխվել եղջ ջրով։ Պետք է թխվել էմալե ամաների մեջ։ Մետաղի ամաներում C վիտամինը քայքայվում բերում։ Եվ երասը 10 րոպե, որից հետո լսել ապակի ամաների մեջ և դնել, որպեսզի թելմի։ Պետք է լսել ապակի ամաների մեջ։ Ստացված դրված շաճերի ըմպելիքին պետք է ավելացնել շաքարավազ։ Ըմպելիքը պետք է օգտագործել նույն օրը, երկար պահելով C վիտամինը քայքայվում։ Չափահաս մարդուներից երկու երեխաների մեկ բաժակ մասուրի պետք է։ Պտուղները զբաղված են հայտնի իրենց բուժիչ հատկություններով։ Լայնորեն կիրառվում են ինչպես ժողովրդական, այնպես էլ պաշտոնական բուժության մեջ։ Պարունակում են A, C վիտամին, ավելի շատ, քան կիտրոնն ու աղաչ, E, K, PP, ինչպես նաև B վիտամիններ։ Կիտրոնը թութ-խնձորաթթու, եթերային յուղեր, շաքարի դապաղանյութ, պեկտիններ, կալցիում, կալիում, պրինց, երկար, մանգան, նատրիում, ֆոսֆոր, քրոմ և օգտակար այլ նյութեր։ Այժմ կներկայացնենք մասուրի օգտակար հատկությունների մասին։ Մասուրը վարակիչ է բորբոքային հիվանդությունների կանխարգելման համար հրաշալի միջոց է։ Բարձրացնում է իմունիտետը, ամրացնում օրգանիզմը։ Օգտակար է ավիտամինոզների ժամանակ, քանի որ հարուստ է բազմաթիվ վիտամիններով։ Օգտակար է սակավարյունության և աթերոսկլերոզի դեպքում։ Կարգավորում է սրտի մակարդելիությունը, ցուցված է սրտային անբավարարություններ ունեցող մարդկանց։ Բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, օգնում է օրգանիզմն ազատել խառնուրդից։ Օգտակար է վերքերի արագ ապանքիմանը և կտրվածքների շուտ կպնելու։ Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Այս ամենով հանդերձ ունի նաև հակատություններ։ Այդ պատճառով օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Սպիրտային թուրմը հակացուցված է հիպերտոնիա ունեցողներին, իսկ սովորական թուրմը հիպերտոնիկներին։ Կարգավորում է սրտի այն հիվանդությունները, ցուցված է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնող վտանգը։ Հակացված է նաև խոցի և գաստրիտի դեպքում։ Մասուրի հյութը խմելուց հետո պետք է բերանը լվալ, քանի որ նրանում պարունակվող թթուները կարող են քայքայել ատամների համար։ Ծայանը սիրելի մասուրի համար գրել է «Երասնան շայրի ձեկական բանաստեղծությունը»։ Շայրս մասուր է կատում, կարմիր սարսուր է կատում, ձորի ուշուշ է, առում մասուր է տանում, կարմիր սարսուր է տանում, ինչ հաշուշ է, առում բարի է, ինչպես հասկանալի է, այնպես է, ինչ հաշուշ է։ Նա երկնչում եք հայց, բայց եթարչում եք հայց, առելի ուժի, առեն ինչպես լղեց, էս եկել է ջերի, ձյակ եք ուժի, առեն մասու է տանում, կարմի սասոտ եք տանում, աշուն է ուշը։ Պտուղ կապ չկա, ստեղծագործության մեջ հեղինակը մեծ ցավ է ապրում, այն բանի համար, որ մասուրն առաջանում է, թուրված չէ։ Պտուղը քաոս չկա, մասրենի, սարի մասրենի, պատիվը պաղ չկա, մասրենի, բարի մասրենի, ասում են մար չկա, որ փնտրի կնքշանքը պշոր, կեզ գրկի ու տականա մասրենի, ժայռի մասրենի, երեսիտ նայող չկա, մասրենի, վայրի մասրենի, կրքերիտ կրակը քեզ, թող այդպես այրի մասրենի, կագնել ես դու քո բարձունքին, մեկուսի մենակ մենավոր, իմ երես առած դարում դու լքված այրի մասրենի։ Արմատը խորպի, հապապոքսի պոկետ, մասերին կիշկիտի, որ ինքը այկան բուշիչ է, այկան գեղեցիկ, այկան պիտանի, մասերին կիշկիտի, որ ինքը հայի բնավորություն, որ այկան բնորոշում մեր աշխում։ Մասերին երկրի կերպարն են, ոչինչ չի ուզում,
երաշտ այրներն լավ, տարվամերջ մի քանի անգամ ծաղկում, սպիտակում, կանաչում, դեղնում, կարմրում, խեղճ բաշխով, բայց այդ փշեր ունի, օտարը մի դրդի ճանաչի մասու է թվում, շայարի մեջ խմբած, ամենալավ գուլում, Ժայռից կարսուր է կաթում, բանաստեղծությունը խորհրդանշում է Հայաստանի հայ ժողովրդի դիմասմունությունը, կենսակերպությունը ու համեստությունը։ Այն խորհրդանշում է անտուդի եզրին կանգնած պայծառվածներով քարին կարճած անկոտրում ոգի, այնպես ինչպես Հայաստանն է կպել իր հողին և դիմադրում է պատմության արհավիրքներին։ Կախվել է ժայռը, անդունդի վրա, և դարեր այդպես կախված է մնում։ Ջրերի մեջ են ոտքերը նրա, իսկ գլխին հոգնած ամպերն են քնում։ Կախվել է ժայռը, որ ընթացիչ է, ժամանակների ջանքով անմեկին, երկնքի և խոր անդունդի միջև, դարձել քարեղեն ու նույնի երկինք, և այն քարեղեն երկնքի միջից։ Մասրի մի թուփ էր գլխի վայր բուսել, որ դարարել է երկնքի շրջից, բայց ոչ մի անգամ երկինք չի տեսել։ Երկինք չի տեսել, դու նա դիրա, երկինք ներերբեք, չի տեսել նրան, գետի մեջ միայն, բեկված արևի, գնացորգեն է դողացել վրա, ցուրտ քամիներ են, ոսների փքրել, ոմեն է ծեծել, բոլոր ոմերից, բայց նա շրկարից սնունդ է արել, և ջուրը արել խոնավ։ Չի զիջել հայրար մատվերջին, արհավիկները զարկյան խնան, ճոճվել անգամ ջնջուկի շրջից, բայց դեմուկի շրջին դիմացել վրա։ Դիմացել է պիղծ պարամիլը, արմատով կարճած քարե երկինք։ Շուղերը տվել և ամեն գարնան, քրքշորեն ծաղկել, ուրեն է գրկում, և շնչում է դեռ, զվարթ սոսապում, գարնանը ծաղկում, ոսկերը վրա, աշնանը կարմիր, մասուր է թափվում, անդունդով անցնող կածանները, կախվել է ժայռը, անդունդի, և հավիտյան է կախված մնացող, քանի քարեղեն զանգվածը նրա, մասենում համար երկինք է ու Այսինչ գեղեցիկ է իրողատուխացրելի է։ Իրոք ոչ շատ գեղեցիկ է, բայց միշտ հետաքրքրվել եմ, թե ինչու են ասում, որ այն այդքան կարևոր նշանակություն ունի։ Շատ լավ հարց է, մասերին ոչ միայն շատ գեղեցիկ է, այլև շատ օգտակար է, այն օգնում է պահպանել առողջությունը և բարձրացնում է իմունիտետը։ Գիտեք, մասերին տեսակ չէ, կան տարբեր տեսակներ, վայրի, պարտեզային և այլ որոշ ազնագյուտ տեսակներ։ Դրանք տարբեր չափսի պտուղներ ունեն։ Այո, որոշները փոքր պտուղ, իսկ մյուսներն ավելի մեծ են ասում, ամեն տեսակում իր օգտակարությունը։ Բայց բոլորն էլ օգտակար են, յուրաքանչյուրն էլ կարևոր դեր ունի։ Իսկ գիտեք, որ մասերի պտուղները սովորաբար հավաքում են աշնանը, և դրանք արվում և հասունանում են։ Իսկ ինչպես են օգտագործում։ Նրանք չորացնում են, պատրաստում են դեղորայք, քաղցրեղեն, նաև օգտագործում են ձմռանը, և դրանք օրգանիզմի պահանջող վիտամիններ։ Ահա հենց այդ պատճառով էլ այն այդքան արժեքավոր է։ Ինչի համար է օգտակար։ Ուժեղացնում է իմունիտետը և օգնում է պայքարել վիրուսային հիվանդությունների դեմ։ Ուժեղացնում է արյան շրջանառությունը և օգնում օրգանիզմին աշխատել ավելի արդյունավետ։ Աջակցում է սրտի և երիկամների հիվանդությանը, կանխարգելում է որոշ հիվանդություններ։ Մասերները հակասնում է մարդուն, նպաստում է երեխաներին։ Բարելավում է տեսողությունը, ապահովում է ավելի առաջ տեսողություն։ Այսինքն մասերի կյանքի և առողջության համար շատ կարևոր է։ Այո, դուք ճիշտ եք։ Այսօր շատ նոր բաներ սովորեցի և շատ հետաքրքիր։ Մենք պարտավոր ենք պահպանել մասի պտուղները, որպեսզի մեր ապագա սերունդը դրանք օգտագործեն։ Թռչունները նույնպես օգտվում են մասերից։ Այո, համաձայն եմ, մասնիկին կարևոր է նաև բնության մեջ, քանի որ սնունդ է պատկանում այլ կենդանիների, այդ թվում թռչունների, նպաստում է էկոհամակարգի հավասարակշռության։ Փաստորեն այսքան շատ օգուտ ուներ մասում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Նախ